Բարև բոլորին, այսօր ես կխոսամ փոխանցման տուփերի մասին, ինչպես պետք է իրանց շահագործել, խնամել, սպասարկել, ինչ պետք չի անել, ինչ միֆեր կան իրանց հետ կապված, որովհետև շարժիչների մասին տեսանյութից հետո ես տեսա, որ շատ մարդ ինձ գրել է, որ խոսա փոխանցման տուփերի մասին եւ այսօր հենց այդ օրն է։ Երևի թե կսկսեմ ամենապարզ շահագործման ձևից, որը ինձ թվում է համարյա բոլորդ գիտեք, բայց ամեն դեպքում ձեզ կասեմ, որտեվ կարծում եմ ինձ սկսնակ վարորդներել են նայում։ Եթե դուք եկել եք մեքենան կանգնացրել եք, կապ չունի, ինքը ռևերսի վրա է ձեզ մոտ, թե դրայվի, ոտքը սխմած պահում եք արգելակման ոտնակի վրա, դնում եք նիտրալ, քաշում եք ռուչնոյ տորմոզ ասածը, այդ կարա լինի էլեկտրական կամ մեխանիկական են հին ձևով, այնուհետև նոր պետքա դնեք պարկինգ եւ ոտքը թողեք արգելակման ոտնակից։ Դա տենց պարզ պրակտիկա է, որպեսզի չվնասեք փոխանցման տուփը։ Հատկապես եթե մեքենան կանգնում է թեք տարածքների վրա, ու եթե այդ ձևով չանեք, ամբողջ ծանրության ուժը ընկնելու է փոխանցման տուփի վրա։ Հաջորդը ոնց պարզեք երկրորդական շուկայից մեքենա գնելուց ձեր փոխանցման տուփը նորմալ է աշխատում թե չէ։ Այդ ստուգելը շատ պարզ է, սխում եք արգելակման ոտնակը, դնում եք drive, հետո դնում եք neutral, հետո reverse ու ձեր մեքենան պետքա դղկոցով թափ չտա, այսինքն ինքը փափուկ պետքա զգաք, որ սենց թեթև ինքը ոնց որ միանում է։ Կարա սենց շատ թեթև են, որ ասում է բռնեց, բայց ոչ թե դղկա կամ բղկա։ Եթե փոխելուց ձեր մոտ սենց ինչ-որ դղկոց ու կտոց է գալի, նշանակում է փոխանցման տուփը ունի խնդիր, իր յուղը կամ ուշ են փոխել, կամ շատ են տանջել, ու մի խոսքով տարբեր տենց պատճառներ։ Հաջորդը ինչ վերաբերվում է տանջելու հետ կապված, ինչ չի կարելի հաճախ անել կամ ընդհանրապես չի կարելի անել, այդն է որ մեքենան հաճախ ստարտի համար, հա, սենց գոնկային կպնում ու գազ տորմոզ իրար հետ սխմում են, աբարոտները բարձրացնում են 2-2.5, երբեմն 3000 ու միանգամից տորմոզը թողում, գազը սխմում, տեղից պոկում են։ Մեքենաներ կան, որ իրանք launch control ունեն, կամ իրանց փոխանցման տուփը նախատեսած է launch-ի համար, ոնց որ իմ Audi փոխանցման տուփը, բայց մեկը իրանց վրա խորհուրդ չի տրվում այդքան շատ անել, որովհետև ամեն լանչով տեղից պոկելուց շատ լուրջ ծանրաբեռնում եք ձեր փոխանցման տուփը, այնտեղ յուղը շատ տաքանում է, տաքանալու հետևանքով ջրի կանում է եւ դետալին սկսում անմիջական շփվել, որի հետևանքով շատ արագ է տեղի ունենում մաշվածությունները։ Օրինակ տենց բան հաճախ կարանք տեսնենք BMW-ների մոտ, ոչ թե որ BMW-ները անորակ են, շուտ են փչանում, դա շատ սխալ կարծիք է, այդտեղ հարցը ոնց են քշում մարդիկ BMW-ն, Mercedes-ը կամ Audi-ն։ Օրինակ իմ մեքենայի փոխանցման տուփ ու BMW-ներինը նույն ZF ֆիրմայինն է, ZF 8HP, այս նույն փոխանցման տուփը դրված է լինում 3-րդ սերնդի BMW-ների վրա, 5-րդի, 8-ի, X3-ի, X5-ի, Audi-ներից դրած է լինում A4-ի, Q5-ի, Q7-ի, Q8-ի, նաև այս նույն փոխանցման տուփը շատ ամերիկյան մեքենաների վրա է դրվում, օրինակ Jeep Grand Cherokee SRT 8-ի վրա, հասկանում եք, ամենահզոր սպորտային մեքենաների վրա դրվում է ZF, բայց ամեն մեքենայի վրա ինքը տարբեր ձև է, իրան դրսևորում ու ժամանակի ընթացքում տարբեր խնդիրներ կարա ունենա, ինչին հեսա ես կանրադառնամ։ Հիմա կխոսամ մի հատ խնդրի մասին, որը շատ հաճախ են անում վարորդները, նույնիսկ փորձառու վարորդները, խոսքը գնում է ձմռանը մեքենան տաքացնելու մասին։ Իհարկե ես առանձին տեսանյութ ունեմ իմ YouTube-ում, թե ինչպես է պետք տաքացնել մեքենան, եթե շատ կարճ ասեմ, շարժիչը գործարկում եք, 1-ից 2 րոպե սպասում եք, հետո դնում եք drive ու հանգիստ դանդաղ քշում եք այնքան ժամանակ, մինչև ձեր ջերմաստիճանը տաքանա 90 աստիճան է, այնուհետև կարաք պտույտները բարձրացնեք, ասենք 3-4000 պտույտ, մի 10 րոպե քշելուց հետո հանգիստ կարաք 5-6-7000 բարձրացնեք։ Բայց սկզբում 1-2 րոպե տաքացնելուց հետո պետքա պտույտները 2.5-ից ավել չբարձրացնեք, մաքսիմում 3000։ Շատեր ունեն այլ կարծիք, ասելով դե մենք չենք կարա դուրս գանք ու տենց դանդաղ քշենք, հենց մտնում ենք հոսքի մեջ, պետքա միանգամից գազ տանք 4-5000 աբարոտ քշենք, դրա համար կանգնացրած տեղում մեքենան տաքացնում ենք այնքան մինչև հասնում է 90 աստիճան ու միանգամից ռիսկով քշում ենք ու հենց այդտեղ այն խնդիրներն առաջանում, որը փչացնում է փոխանցման տուփը։ Ուրեմն ինչա տեղի ունենում, ձմռանը ձեր մոտ բացի շարժիչից սառն է լինում նաև փոխանցման տուփը, ռեդուկտորները, իսկ դուք տաքացնում եք մենակ շարժիչը։ Այդտենց որ կանգնած մնում են, ասենք 10 րոպե, 20 րոպե ու շարժիչը տաքանում է, փոխանցման տուփը այդ ժամանակ չի տաքանում։ Ու տաքանում է այնքան դանդաղ, որ կարելի ասել չի տաքանում։ Ու վարորդի մոտ ստեղծում է այդ վստահությունը, որ իր շարժիչը արդեն տաքա, կարամ արխային գազ տամ, բայց փոխանցման տուփը ձեր մոտ սառն է։ Ու երբ որ դուք տենց կտրուկ արագ
նորագանում եք, բարձր արագություններ եք զարգացնում, այնտեղ չի հասցնում լիքը բան փոխանցման տուփի մեջ յուղվի, ինչը բերում է վաղաժամկետ մաշվածության։ Դրա համար է խորհուրդ տրվում, որ մեքենան գործարկել, 1-2 րոպե սպասել, մի թեթև տաքանա, ինքը ստեղ տախոմետրը իջնում է պտույտները 1000-ից ներքև ու դուք հանգիստ դանդաղ քշում եք ու այդ դանդաղ քշելու ընթացքում տաքանում է համ ձեր փոխանցման տուփը, համ ռեդուկտորները, համ շարժիչը ու ավելի արագ է այդ ամեն ինչը տաքանում ու իրար հետ է տաքանում, երբ որ ձեր մոտ արդեն հասնում է 90 աստիճանի, բոլորը արդեն պլյուս-մինուս տաքացած են լինում եւ դուք կարաք վստահ քշեք։ Հիմա ինչ կապված է փոխանցման տուփի յուղ փոխելու հետ։ Այստեղ լիքը խնդիրներ կա, թե վարիատորների հետ կապված, թե ավտոմատ փոխանցման տուփի, նույնիսկ մեխանիկականների հետ։ Ավտոսերվիզները, օրինակ ZF-ներին, որը դրվում է BMW-ների ու Audi-ների վրա, ասում են յուղ պետք չի փոխել, յուղը լցրած է իր ամբողջ կյանքի համար։ Այստեղ իհարկե հարցը առաջանում է ամբողջ կյանքը որն է, ու ճակերտները բացեմ, այդ կյանքը 100-ից 150 հազար կիլոմետր վազքն է։ Էդի N վազքն է, որը մեքենան գտնվում է երաշխիքի մեջ եւ 5 տարվա ընթացքում պլյուս-մինուս մի այդքան քշում եք։ Դրանից հետո թե ինչ կլինի, ոնց կլինի, այդ արդեն վարորդի խնդիրն է, հատկապես որ ինքը մեքենան գնել է երկրորդական շուկայից։ Ուրեմն ասեմ ձեզ, կախված շահագործման ձևից, թե ինչքան ագրեսիվ են քշել մեքենան, լանչեր շատ են արել, գոնկաներ շատ են արել, BMW-ների դեպքում ինչքան են դրիֆտ արել, ճռռցրել, կամ ձների մեջ սահել, ցեխերի մեջ սահել, այդ սաղ արագացնում է յուղի որակա զրկումը։ Ձեզ կոնկրետ մի հատ դեպք պատմեմ, իմ ընկերոջ BMW-ն քշած էր էլի 140,000 կիլոմետր, ինչքան որ էս Audi-ն է քշած, նույն ZF փոխանցման տուփն է դրած։ Ես այս մեքենան հենց գնեցի երկրորդական շուկայից, 140,000 էր քշած ու հենց այդ ժամանակ իր յուղը փոխեցի ու իրանից թափվեց թափանցիկ դեղին յուղ, այսինքն մքացած չէր, վառած չէր ու փոխանցումներն էլ իմ մոտ կատարվում է շատ սահուն, առանց խնդրի, լանչերը աշխատում է, իդեալական վիճակ է։ Ընկերոջս մոտ, որ էլի գնել էր 140,000 քշած իր մեքենան, բայց ինչա ինքը BMW-ը իրան ավելի դինամիկ են քշել, նույն 140,000 վազքի դեպքում իր փոխանցման տուփից թափում էր սև յուղ։ Ու եթե Audi-ի դեպքում 140,000 կիլոմետրից յուղ փոխելը նորմալ է, ապա BMW-ի համար արդեն շատ ուշ է։ Ու իր մոտ կար խնդիրներ, որ լուֆտեր ուներ, դխքում մխկում էր փոխանցման տուփը, փոխանցումներ կատարելուց ու յուղը փոխելուց հետո իր մոտ այդ նույն խնդիրները մնաց։ Այսինքն մի մեքենայի համար 140,000-ը ուշ է, մեկի համար նորմալ է։ Ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալի 80-ից 100,000 կիլոմետրի դեպքում փոխել փոխանցման տուփի յուղը իր բոլոր ֆիլտրերով, պրակլատկաներով եւ այլն եւ այլն։ Ու ցանկալի է դնել օրիգինալը։ Դա շարժիչը չի, որի յուղը պետքա փոխել 6-ից 7000 կիլոմետրը մեկ ու էկոնոմիա անել ֆիլտրերի վրան ամեն փոխելուց, ստեղ ասենք փոխելու եք 60-70 հազարը մեկ ու այն ինչը դուք դնում եք տարիներով օգտագործելու եք, դրա համար ֆիլտրերի ու պրակլատկայի վրա գումար խնայել իմաստ չունի։ Իսկ յուղ փոխվելու ժամկետի հետ դուք կարաք մտնեք ոչ թե BMW, Mercedes իրանց օֆիցիալ սերվիզների էջում ունայեք տվյալ մեքենային երբ են ասում փոխել, որտեղ այնտեղ հաստատ ասել են փոխել պետք չի, այլ մտեք փոխանցման տուփ արտադրող ընկերության մոտ ու տեսեք տվյալ մոդելը ինչքան ժամանակից է ասում, որ պետքա փոխել։ Դուք կտեսնեք, որ նույն ZF-ը, որը դրած է BMW-ի, Audi-ի մեջ, որ ասում են ընդհանրապես պետք չի փոխել, իսկ իրանց օֆիցիալ էջերում փոխանցման տուփ արտադրողների, ZF-ի կամ ասենք նույն ճապոնական փոխանցման տուփերը, IC-ները, այնտեղ կտեսնեք, որ 100-ից 150 հազար կախված ինչ փոխանցման տուփ է, ասում են, որ պետքա փոխվի։ Իսկ ընդհանրապես մեր պայմաններում շահագործելու դեպքում հաստատ 80-ից 100 հազար պետքա փոխանցման տուփի յուղը փոխել։ Նույնիսկ մեքենաներ ա եղել, որ իմ աչքով տեսել եմ, Mazda 3, Mazda 6, որ 100,000 կիլոմետր քշած ժամանակ փոխել են ու սև յուղա մեջից թափել։ Ու սենց բաներ էլ լսած կլինեք, որ ասում են, միջև այդ նորմալ աշխատում էր, յուղը փոխեցի, փոխանցման տուփս վարի գնաց։ Նենց չի, որ էդի սխալ է, բայց ճիշտ չեն հասկանում, թե պատճառը որն է, որ տենց է լինում։ Պատճառը նրանում է, որ յուղը չեն փոխում 80-ից 100,000 կիլոմետր վազքի դեպքում, տենց քշում են 200-250 հազար, սկսում է ինչ-որ խնդիրներ առաջանալ, թեթև լուֆտեր, ուշ է փոխում փոխանցումը, կամ դխկոցով է փոխում, ասում է դե բերենք մի հատ յուղը փոխենք։ Ու 250 հազար քշած, սևացած, մրված յուղը, որը արդեն այնտեղ նագարակալել է ու մազութ է դարել, լրիվ դատարկում են, լցնում են նոր յուղ, որը յուղը ինքը իրանով լվացող հատկություն ունի, ու այդ եղած կեղտը լրիվ լցնում է մանր-մունր արանքները ու փչացնում է փոխանցման տուփը։ Հետո էլ ասում են, տես, յուղը փոխեցի, փչացավ։ Ու շատերը վախից իրոք
ձեռ չեն տալիս, ես գիտեմ մեքենաներ, որ քշած է 200-250 հազար, ասում են գործ չունեք, մի փոխեք, թե չէ մի բան կլինի։ Ուրեմն ոնց է պետք տվյալ դեպքում յուղը փոխել, ասենք թե ուշացրել եք հասելա 200,000 կիլոմետրի, փոխելուն երկու եղանակ կա, մեկը հանում եք կարտերը ինչքան յուղ մեջից թափում է, օրինակ եթե 10 լիտր յուղ է տանում, հա, կարող է թափվի մի 5 լիտր մոտավոր, ու դուք լցնում եք 5 լիտր նոր յուղ, այդ մասնագետները արդեն որ կարտերը հանեն, այնտեղ իրանք կտենան ինչքան է սևացել, ինչքան է պնդացել, որակա զրկվել, ըստ դրա կասեն, կարելի է ամբողջական յուղը փոխել, թե չէ։ Օրինակ նույն 150,000 քշած կիլոմետրի դեպքում կարող է կարտերը բացեն, տեսնեն մեջը լրիվ սևացած նագարակալած է ու ասեն, չէ, խորհուրդ չենք տալիս ամբողջական յուղը փոխենք, եկեք կեսը փոխենք, քշեք մի 10,000 կիլոմետր, դրանից հետո եկեք մի հատ էլ ամբողջականը փոխենք, կամ կարող է տեսնեն, որ մաքուր թափանցիկ յուղ է թափում ու հենց 150,000 կիլոմետր քշած ժամանակ ամբողջությամբ փոխեն ձեր յուղը, այսինքն ամբողջությամբ ձեր փոխանցման տուփին կպցնում են ապարատը, այնտեղ համապատասխան թույլատրելի ճնշման տակ նոր յուղը լցվում է ձեր փոխանցման տուփի մեջ ու բրդում է հին յուղը հանում է։ Այտենց դուք կարողանում եք փոխել ամբողջությամբ փոխանցման տուփի մեջի, ասենք 10 կամ 11 լիտր յուղը։ Այդ արդեն սպասարկման կենտրոններում ձեզ կասեն, թե դե քանի ջերմաստիճան տաքացած ժամանակ է պետք մակարդակը բռնել եւ այլն եւ այլն։ Ես զուտ ասում եմ, թե ձեզնից ինչա գալիս, որպես վարորդ, որ դուք ուշադիր լինեք, ժամանակին տանեք ձեր յուղը փոխեք, թե չէ հետո արդեն շատ ուշ է լինելու։ Ինչ վերաբերում է վարիատորներին, վարիատորներում երկու անգամ շուտ է պետք յուղը փոխել։ Այսինքն եթե սովորական ավտոմատների դեպքում 80,000-ից է պետք փոխել յուղը, վարիատորների դեպքում պետք է փոխել 40,000 կիլոմետրը մեկ։ Ու հայկական իրականության մեջ չգիտես խի ընդունված չի փոխել, սա դրսից բերում են մեքենաները արդեն մի 100,000 քշած, որ արդեն այսօր եկուց է այդ փոխանցման տուփի կյանքը, ու ասում են դե քշենք այնքան, միջև լրիվ վարի կգնա, նոր կփոխենք։ Ու տենց մեքենաներից պետքա ուղակի հեռու մնալ։ Վարիատորները պետքա ճիշտ ժամանակին սպասարկված լինեն, որ ձեզ գոնե մի քիչ երկար ծառայեն, բայց ընդհանրապես ես վարիատոր փոխանցման տուփով մեքենա խորհուրդ չեմ տալիս, անկախ նրանից թե ով ինչ կասի, իր մոտ խնդիր չի եղել, երկարակշում, երկար չի քշում, հնարավոր է, ես չեմ ասում, որ տենց չի լինում, բայց երկրորդական շուկայից վարիատոր գնելուց դուք գտնվում եք ռիսկային գոտու մեջ, որտեվ հայտնի չի ոնց են այդ մեքենան սպասարկել։ Կարող է նորմալ սպասարկել են, դուք քշում եք, խնդիր չկա, կարող է եւ ոչ։ Եվ վերջում էլ կխոսա մի հատ sense միֆի մասին, որ ասում են փոխանցման տուփի յուղը անպայման պետքա լինի օրիգինալ։ Ձեր յուղի տուփի վրա պետքա գրածել լինի, ասենք չգիտեմ, Toyota, Ford կամ Mercedes, չի կարելի ուրիշ յուղ լցնել, որովհետեւ փոխանցման տուփը էդի sense տրպռ եսիմ ինչ։ Ասեմ ձեզ, որ շարժիչ ավելի բարդ մեխանիզմ է։ Այնտեղ խառնվում է բենզին, այնտեղ այրվում է, գմգմփում է, տարբեր ռեժիմներ է, ու այդ ոնց եղավ, որ դուք շարժիչի յուղը փոխելուց չեք գտնում մի հատ նենց աման, որի վրա գրած է, ասենք չգիտեմ, Audi, ու հենց Audi, ասենք չգիտեմ, 530 կամ 540 եք լցնում։ Տարբեր ֆիրմաներից համապատասխան դոպուսկով լցնում եք, փոխում եք։ Ճիշտ է։ Նույն բանն էլ փոխանցման տուփերի դեպքում է։ Կարևորը ձեր մեքենային համապատասխան դոպուսկ ունենա։ Էդ էլ ձեր մեքենայի տեղանձնագրի վրա նայում են VIN կոդը, իրանց ծրագրով, եթե իհարկե գնում եք օֆիցիալ յուղ բերողների մոտ, պետք չէ ամեն պատահական տեղից փոխանցման տուփի յուղ վերցնել։ Ստեղ ես մինիմում մի 4-5 օֆիցիալ ներմուծող գիտեմ, որոնք մեծ ընկերություններ են, իրանց սերվիսի դեմը դրոշակներով, բանով միանգամից կհասկանաք, որ պաշտոնական ներմուծողներն են։ Իրանք ունեն ծրագիր, ձեր VIN կոդով նայում են, ասում են ձեր փոխանցման տուփին գնում է այսինչ յուղը, ու պետք չի այդ յուղերից վախենալ, ասել չէ, պետքա տուփի վրա անպայման գրած լինի BMW կամ Audi, չկա տենց բան։ Ես իմ սաղ մեքենաների փոխանցման տուփերի յուղերը փոխել եմ, իմ ընտրած բրենդին համապատասխան, ոչ թե ինչա գրած տուփի վրա։ Այդ ընդհանրապես կապ չունի, ոնց որ եւ կապ չունի ձեր շարժիչի դեպքում։ Նույն բանն է, նույն յուղն է ու ավելի հանգիստ է աշխատում փոխանցման տուփի մեջ այդ յուղը, քան շարժիչի մեջ։ Այսօր այսքանն էի պատրաստել ձեզ համար, եթե ինչ որ հարցեր ա մնացել անհասկանալի, գրեք կոմենտների մեջ, ես կկարդամ, կպատասխանեմ։ Ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, առայժմ։